Բարի օր սիրելի երեստատիտող, այսօր պատրաստելու ենք համով բախլավա, բիստագի համով, կրեմային համով, խրխտան, համով, սոչնի այդ բառը դոր եմ սովորել, սոչնի ինչի եմ ասում, որովհետև Հայաստանում եմ սովորել սոչնի բառը, այսինքն հյութալի, քանի որ այստեղ մենք հայերս շատ ռուսերեն բառեր ենք օգտագործում, մեկ ուզում ենք այդ հայերենները սովորենք ու հերացնենք ռուսերենները, ոնց որ սպյուրք հայերը անգլերենը պետք է հերացնեն կամ արաբերենը, մի խոսքով մենք ունենք շատ լավ մաքուր հայ լեզու, միշտ օգտագործենք ու ոչ մի ուրիշ բառ չօգտագործենք։ Այսօրվա պաղաթյադոմսի համար մեզ պետք է 250 գրամ կատայիֆի խմոր, կես բաժակ բիստակ, 500 մլ սերուցք 30-ից 35%, 100 մլ կաթ, 2-ից 3 ճաշի գդալ բիստագի մածուկ, կես բաժակ սպիտակ շոկոլադ, 5 գրամ վանիլին, 100 գրամ շաքարի փոշի, 10 գրամ վանիլին։ Քանի որ ընդհանրապես մեր կատայիֆի խմորները այսպես է գալիս, մի հատ ուզում ենք բացել։ Քանի որ մենք իրան պետք է ստանանք սենց երկար մազիկներ։ Այսինքն փորձում եմ բացել։ Այսպես ցերկով կարող ենք անել ու այսպես ամեն մեկը մեկ ընտանիք կազմել։ Դե իհարկե այս բոլոր ապրանքը կարող եք ուտուտից վերցնել, ոնց մենք ենք անում, նամանավանդ որ կարող եք եւ խաղարկության մտնել եւ բնակարան շահել, դրա համար շատ լավ միտք է որ ձեր ապրանքը վերցնեք այնտեղից եւ կպատրաստեք հետո համով պաղաթյադոմս եւ մի հատ էլ խաղարկության կմասնակցեք։ Ոնց եք գիտեք խաղարկության մասնակցում, ուրեմն ինչ որ բայն ալմանդյան ապրանքներից կարող եք մինչև 5000-ից ավելի իրականում, եթե քնում կատարեք, կմտնեք խաղարկության ու կլինեք դուք էլ շահողներից մեկը։ 1 2 3 4 5 6 7 8 եւ ես կարծեմ երկաթներս չոտկի 8 հատ չոտկի այսինքն ճիշտ եմ ասում։ Ճիշտ 8 հատ եմ պատրաստել, երևակայեցեք։ Մի քիչ sense տապակացնում եմ, քանի որ իրանք հավաքվել են իրար հետ, այսպես ցերկով մի քիչ իրանց մի կտուր եմ վերածում, քանի որ մեր կարակը հալածրել ենք, այսպես լավ կսելու ենք։ Իդեպ այսպիսի խողովակներ մեզ պետք են, փոքր, կարող եք որևէ մեկ տորթի պատրաստության խանութներից գտնել, պետք է մեզ սենց փոքր, որպեսզի պատատենք խմորները, քան որ սենց մտնելու չերոց դուրս է գալու, որ ինքը գաղաբար դուրս գա ու ես հետո մեջը լցնեմ քրեմը։ Ինչ որ անում ենք, մի հատ խողովակով պատատում ենք ու արդեն մեր ջրոցի ամանին վրա ենք ավելացնում։ Ճիշտ է այսպես։ Ահա։ Իրականում այսօր չգիտեմ լավ բան է կամ վատ բան է, մենք համով կաղցեր ենք պատրաստում, բայց ուզում ենք Smiley Sweet-ի այդ վերևի բոքսը բացել եւ համդեսել նորությունները իրան։ Հիմա չգիտեմ, եթե գտիմանանք, չենք թիմանա կարող ենք մի հատ բացել ու համդեսել իրականում։ Ահա։ Հեսա մի քիչ հետո փորձերոց ենք ուղարկում գնայինք, քանի որ ստեղ էլ պետքա լավ մաքրենք, յուղոց էթոտ վիճակ ունենք, դե իհարկե ABC-ն է օգնում մեզ։ Դենց կմաքրենք ու հետո բան կհասկանանք։ Կարող է եւ սուրճ տնենք, սուրճ խմենք։ Եվ այնտեղ արդեն կերևա։ Ջերոցը արդեն պատրաստել ենք 180-ից 190 աստիճանի մեզ ասպասում։ Իրան եփելու ենք մոտավոր 25 րոպե մինչև կարմրի, որ կարմրի արդեն կիմանանք, որ ինքը պատրաստ է։ Պավեց։ Մի քիչ էլ մնացածներից այսպես անենք։ Երևի մի հատ օջարվեմ, հետո էսի ուղարկեմ, քանի որ շատ յուղոտ եւ ցեթոտ է ցերկս։ Այո, ABC-ով ուղարկում ենք ջերոց։
Դե ինչ, թրել ենք խմորը որպեսի կարմրի, իսկ մենք պատրաստելու ենք քրեմը։ Այստեղ ունենք սերուցք 35% յուղայնությամբ ավելացնում եմ։ Ավելացում եմ կաթը։ Ավելացում եմ պիստակի մածուկը։ Մի քիչ թողնելու եմ հետո, որպեսզի սպիտակ շոկոլադային խառնեմ։ Վանիլ։ Շաքար։ Մեկ, երկու, երեք։ Հիմա մի հատ եփում ենք, որպեսզի թանձրանա ու պատրաստ լինի։ Դե ինչ, քրեմը անդադար խառնում ենք, որ ամրանա։ Ստեղ էլ կարող ենք արդեն չոկոլադը, այսինքն սպիտակ շոկոլադան պատրաստել։ Մի քիչ էլ պիստակի մածուկ։ Ինչ անուշ հոտ է գալիս, իրականում վանիլինը շատ կարևոր է այս տեսակ քրեմների մեջ։ Դե իհարկե մենք օգտագործում ենք Մարանիկի վանիլինը, պետք է միշտ որակով լինի ու թարմ։ Եթե թարմ չի լինում, այսինքն դանը եթե ունենում եք ինչ-որ վանիլին, որը շուտ վանից է պատված, մի օգտագործեք, որովհետև էդի հոտ համ չունի ու դուք ոչ մի բան չեք հասկանա։ Դե ինչ, մեր քրեմն էլ է պատրաստ, արդեն կարող ենք գնալ նայել խմորները որտեղ է հասել ու այս թողենք մի քիչ բաղի։ Մեր շոկոլադն էլ է պատրաստ, ամեն ինչ պատրաստ է։ Հոդը շատ անուշ, միջև որ իրենք հանգստանան և մի քիչ սարին, ես արդեն քրեման պատրաստեմ։ Օպա, մի հատ այսպիսի դոբրակի մեջ ենք դնում, որպեսզի լցնենք մեր խմորին մեջ։ Հոդը շատ լավն է, պիստակով սերուցք։ Մերկով բերենք, մի հատ խողովակներից հանենք։ Եվ մնաց մի հատիկ։ Օպա։ Հիմա մենք արդեն քրեմը պատրաստել ենք, ձագել ենք, օդը հանում ենք դուրս ու սկսում ենք լցնել։ Լցնում ենք և մեր մատուցման ափսեի մեջ ենք դնում այսպես։ Մնաց մի հատիկ։ Սպիտակ շոկոլադան շատ արագ հալացնում եմ։ Կարող ենք այսպես զարդարել։ Եթե ուզում եք, կարող եք և պիստակի մածուկ էլ դնել սպիտակ շոկոլադային։ Եվ կդառնա ինքը կանաչ շոկոլադ։ Հիմա պիստակ։
Եվ այսօրվա բիստագի մածուկով կատայիֆի կոնեները պատրաստ են։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք, բարի խորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա մեր համովությունը պատրաստ է, նայեք բիստագի քրեմով կատայիֆի կոնեները հետաքրքիր ձևով պատրաստել ենք եւ ես հիմա անհամբեր եմ փորձեմ։ Այս առաջինը երևի ինձ խնդում է։ Գրեք ինչքան համով է, չեք պատկերացնի, քրեմին և խրխտանության կատայիֆի իրար հետի համադրությունը մի խենթություն է, վաու, եթե չպատրաստեք շատ բան բաց կտողեք, ես վայելում, վաու, Դե ինձ սիրելիներս, այս համովությունը այսօր կպատրաստեք, կհրավիրեք սաղ ձեր ընկերներին ու լավ ժամանակ կանցկացնեք, որովհետև ինքը տալիս է ավելի լավ զգացողություն, ավելի ուրախություն, երջանկություն, որովհետև նախ դուք լավ համով բան եք պատրաստել, երկրորդ խաղարկության եք մասնակցել 8-8-ի, որը ասել եմ մի քիչ առաջ, եւ իհարկե ուրիշներին ուրախացնում եք այսպիսի համեղությամբ։ Դե ինչ, չմոռանաք հետևել մեր էջերին Facebook եւ Instagram եւ իհարկե subscribe անել կամ գրանցվել YouTube ալիքին, որպեսզի բաց չթողնեք ոչ մի հաղորդում։ Ձեզ լավ օր, վաղ կհանդիպենք ժամը 9 եւ ժամը 17:00 Կենտրոն TV եթերով։ Ստեսություն։